վերընկած են պարլամենտներում, համապատասխան հանձնաժողովներում 7 տարվա մեջ բանակին վերաբերվող ոչ մի օրենք չեն ընդունել իրենց նախաձեռնությամբ։ Երբ որ մի օրենք էլ փորձում են նկարել, ժուլիկին համապատասխան օրենք են նկարում, իրենց մակարդակին համապատասխան օրենք։ Իրենք չգիտեն ինչ անեն։ Ես եմ ասում, մենք պետք է իշխանության ձևը փոխենք, մենք պետք է լինենք նախագահական երկիր։ Մեր ժողովուրդը պետք է ուղիղ ընտրի նախագահ։ Այդ դեպքում մենք կունենանք ուժ, կունենանք կամք եւ կունենանք հավատ։ Հակառակ դեպքում լինելու է այսպես, մի հատ շուկայի բազարը ավելի հետաքրքիր է, որտեղ այնտեղ արդյունք են ստանում, մարդը գնում է բազար անում, տուն ինչ որ բան է բերում։ Սա շուկայի բազար էլ չի։ Հասկանում եք, անմակարդակ կազմակերպություն, ինչի համար ենք այդ կազմակերպությունը, այդ կառույցը կերակրում չեմ հասկանում։ Մեշոկով փող են ծախսում այդ կառույցների վրա։ Մեշոկով փող։ Ինչ են անում։ Ինչ անում կառավարությունը։ Ինչ վերաբերվում է իրեն, ահավոր վիճակը։ Ամեն օրգան զբաղված է ընչով ուզի։ Ոչ մեկի դեմ ոչ մի թուղթուգիր չկա։ Ոչ մեկի դեմ։ Ինչ գործ ունի պաշտպանության նախարարությունը, ասենք մեր տուն մարդ ուղարկի։ Ով է նրա։ Բայց չեն մտածում իրենց ապագայի մասին, որ իրենք այդ աթոռին վեճնի նստած չեն։ Երբևիցե ոչ մեկին չեն վիրավորել ի տարբերություն գործող իշխանությունը, որտեղ բան է դարել, չէ, ոչ մի բան չեն անում, հմինես պյանը, որ ժողովուրդը իրանց մասին խոսա։ Պատկերացնում եք, երկրի ղեկավարը վիրավորում է իր քաղաքացուն։ Որ երկրում դա կա, ցույց տվեք, խնդրեմ։ Ցույց տվեք։ Բավականին շատ երկրներում եղել է։ Որ երկրի, պատկերացնում եք, Մակրոնը իր քաղաքացուն Facebook-ով վիրավորի։ Եվրոպային, ասում են Եվրոպա են կեթում։ Լավ է, Եվրոպա մետերի մեջ Հայաստանում մի նորմալ մարդ չկա, իրան առաջարկեն երկրի ղեկավար։ Էս ի՞նչ է կատարվում։ Վիրավորանք երկրի ղեկավարի կողմից, որտեղ թույլ է, վախկոտ է։ Սեփական քաղաքացու հանդեպ, հասարակ քաղաքացու հանդեպ։ Պատկերացնում եք։ Դա քո քաղաքացին է, դու իրան պաշտպանես, դու ես վիրավորում։ Դա քո քաղաքացին է, դու չթողես իր գլխից մաս պակասի։ Բայց դու իրան հետապնդում ես։ Ինչա գաղափարները քոնը չի։ Բոլոր նախարարություններից հանել են բոլոր մարդկանց, ով որ ժամանակին կարող ասենք ինձ կամ ինչ որ մի հատ ուրիշ քաղաքական գործ չի, ուղղակի ձեռքով բարևա տվել։ Միջև այսօր չի ասում։ Բայց իր բարեկամներից մեկը, որի ազգանունը այդ թվում Փաշինյանն էր։ Ծառայում էր իմ մոտ, չգիտեմ, այն թերթի համար ինչ որ կռիվ եղավ։ Ինչ որ խումբ էր եկել, որ այդ զինվորին ծեծեր։ Հատուկ նշանակության խումբը ուղարկեցի, դրանց բոլորի ականջները քաշեցին։ Ինչ որ կանչին ասին, բա դու չգիտես դրա ազգանունը Փաշինյանն չես թողում, այն վաղտին քո օպոզիցիա էր։ Ասես չգիտեմ իր ազգանունը ինչ է, ինքը իմ զինվորն է։ Հասկանում եք։ Իմ մոտ ծառայել են Փաշինյան իր բարեկամներ, ջոկատի հրամանատարի տեղակալներ են եղել։ Ոչ մեկ մազին չի կպել։ Նույնիսկ 2008 թվականին մարտի 1-ին են եղել իմ մոտ նման ծառայողներ։ Իր բարեկամները։ Ոչ մեկ մազին չի կպել։ Հենց մտա քաղաքականության մեջ, սաղ իմ բարեկամներին գործից հանել է։
Էդ է մեր երկիրը։ Քրեական գործերը հարուցված մարդկանց վրա անհիմն են 75 տարեկան մարդ է այդ Բազեյանը։ Պարոն Բազեյանը։ Մրեն գործ են նկարել։ Նկարած գործեր։ Ինչ երկիր ենք սարքի։ Մեր երկիրը պետք է լինի նախագահական։ Մենք պետք է ունենանք ուժեղ նախագահ, որի անձնականը վերջապես են կողմ թողնի։ Պետք է լինի մարդ, որը որ զինվորական անցյալ ունի։ Ես հպարտ եմ, որ մեր ակադեմիան ավարտել է, որը որ ես եմ ավարտել։ Ավարտել է Պինաչետը։ Հպարտ եմ։ Ու նմանատիպ հայտնի դեպքեր, Մարշալ Բաղրամյանը, այսօր մենք ստացել ենք մի կերպար, երկրի ղեկավարների կերպար, որոնց անցյալները մեծ հարցականի տակ է։ Մեկի մայրը նախկինում դատվածություն ունի մարմնավաճառության համար։ Այսօր երկիրը մեզնից ղեկավար։ Չեմ ուզում անունը տամ։ Չգիտեմ, սա ինչ է, ուր ենք գնում։ Ուր ենք գնում։ Եվ ինչ ենք անում։ Այսօր պարլամենտում մարդ կա, որի ածական անունը փողոցում Քույրիկ է եղել, էլի անունը չեմ տա։ Իսկ որ ծառայել է համապատասխան ծառայությունում, ածական անունը եղավ Ջեպկիր։ Այսօր ինքը ազգից է խոսում, ինչի է Ջեպկիր եղել գիտեք, որտեվ Երևան քաղաքի բուտկեքից նալոգ էր հավաքում։ Ժողովուրդը իր ածական անունը դրել է միջին եւ փոքր բիզնեսմենները, ածական անունը դրել էին Ջեպկիր։ Այսօր երկրից է խոսում։ Շատ բարդ է գցել դիրքերից, երբ որ վերաբերվում է 100 հոգուց ավել մարդու, ասենք պարլամենտին, չէ՞, պետք է հրաժարական տան։ Որ իշխանություն փոխվի։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, իշխանությունը չի փոխվում։ Մեր ժողովուրդը դա պետք է հասկանա։ Չի փոխվում։ Իշխանությունը փոխվում է, երբ որ այդ ամբողջը տանենք դեն շպրտենք։ Այդ ժամանակ իշխանությունն է փոխվելու, պարոն Ղուշյան։ Ու գանք նախագահական կառավարման համակարգի։ Մենք դրան հասնելու ենք, դրա համար կոչ եմ անում, բոլորը միանան մեզ։ Մեր նպատակը ունենալ ուժեղ, թասիբով եւ մեծ ապագա ունեցող ազգ եւ պետություն։ Եվ այդ պետության մեջ բոլորը պետք է լինեն։ Եթե ոչ շատ լավ, ապա նորմալ ապրելակերպ պետք է ունենան։ Եվ ամենակարևորը, պետության մեջ պետք է լինի արդարություն։ Եթե կա օրենք, բայց երբ որ այդ օրենքը չի կիրառվում արդար, ապա այդ օրենքը չի կարա համարվի օրենք։